Սկեսուր մայրիկին այնպես ես ներկայացրել, ասում են կիսուր ուզեցի։ Ող, այո, ես մինչ ամուսնանալը, մինչ առհասարակ ընկեր ունենալը, միշտ ասում էի, ոյ, ես երազում եմ ապրեմ սկեսուրի հետ, ասում էին, հո դու գիս չես, ինչի համար, ասում եմ, ոնց ինչի համար, որ գամ տուն, տանը տաք հացը արդեն պատրաստ լինի, ու իսկապես այդպես է եղել, իմ սկեսուրը միշտ այդ տաք հացը մեր համար պատրաստել է այդ ամեն ինչում, իմ բախտը շատ բերել է սկեսուրիս հարցում, ու ես միշտ այս ասում եմ, որ ասում են ուզում եմ կիսուր ունենամ, ասում եմ ինչքան էլ ինչ-որ կոնֆլիկտային հարաբերություններ լինում են, չէ, տանը, անկեղծ դու պետք է գիտակցես, որ այդ մարդը քո ամենասիրելի մարդու մաման է։ Ես այդ շատ եմ մտածում, ասում եմ, Աստված իմ, մեկ-մեկ մտածում եմ, որ մամուսնը իդեալական է, թերություն չունի, շատ սիրահարված եմ, շտոտը խոսում, ուժս, մի տարի անցել է արդեն, ես էլ եմ սիրահարված եմ, ասում եմ, ոնց է քեզ լավ սենց դաստիարակել քո մաման, եթե դու էլ ես մեր երեխեքին սենց դաստիարակելու, խոստանում եմ ունենամ, մենակ այսենց քո նման տղա օրինակ դաստիարակես, ես մտածում եմ ինչքան էլ ոչ մի ընտանիքում էլ չի լինում, հա, իդեալական հարաբերություններ, կոնֆլիկտից հետո պետք է հիշես, որ այս քո ամենասիրելի մարդու մաման է, դրա համար կիսուր ուզեք, կիսուրներին էլ լավ վերաբերվեք, որովհետև իրոք ամեն ինչ փոխադարձ է։ Համաձայն եմ, որ կիսուրը պիտի ավելի խելացի լինի, հա, մեծ է, կյանք ապրած է, այսպես մեկ-մեկ ասում է, չէ, ես կյանք եմ ապրել, ես գիտեմ, ջնջի այդ սոցիալական ցանցերը աչքով են տալու, երեխան մինչև 40 չնկարես։ Սպասեն օրենք, հիմա այդ եմ ասում, իրանք մեծ են ավելի, բայց երբ որ դու տեսնում ես, որ մեծը չի հասկանում, դու պետք է այդ փողզիջման գնաս ու դու փորձես հասկացնել։ Ինչպես օրինակ ես հասա այն կետին, որ սկեսուրս հիմա ամբողջությամբ նորմալ է ընդունում իմ գործունեությունը սոցիալական ցանցերում, ինչը որ մի տարի առաջ դուք ուղղակի պետք է տեսնեիք, ինչպես էր, էլի, բացարձակ այդպես չէր։ Ահա, շատ հետաքրքիր բացահայտում է իդեպ, որ փոստին այդ կոնֆլիկտը եղել է։ Հա, այո, եղել է այդ կոնֆլիկտը շատ երկար ժամանակ, որ սկեսուրս դեմ էր Instagram-ում իմ գործունեությանը։ Հետո հասանք այն կետին, որ արդեն ինքն էլ կա ինձ հետ